Սիրելինակիցներ, ցանկացած օրենք, որ բերվում է, ինք ունենում է որոշակի քաղաքական նպատակ, մանավանդ sense բարձր հնչեղությամբ օրենքները։ Օրինակ հաջորդ օրենքը, որը քննարկելու ենք, ակնհայտ ունի քաղաքական նպատակ։ Հիմա փորձենք հասկանանք ինչ նպատակ է հետապնդում այս որոշումը, այս օրենքը, եւ ինչու ինքը ծնվեց հանկարծ։ Մարդիկ հպարտանում էին, ասում էին գազելներ այլևս չկան, ժողովուրդը ուրախ գալիս է, գնում է, վճարում է, երջանիկ է, պատրաստ է 150 դրամ վճարի, երջանիկ ավտոբուսով, ուրախ ավտոբուսով երթևեկելու համար։ Բայց եթե ժողովուրդը ուրախ է, երջանիկ է, գնում է ուրախ ավտոբուսի համար վճարում է, այս օրենքի անհրաժեշտությունը որտեղից առաջացավ։ Հենց տրամաբանական կլիներ, եթե զեկուցողը վիճակագրություն բերեր, ասեր Երևան քաղաքում տրանսպորտի գինը 50%-ով թանկացնելուց հետո արդյոք մեր քաղաքացիները դրանից բավարար են։ Եվ դա հետո արդեն տրամաբանական կլներ ասել քաղաքացիները բավարար են, գոհ են ծառայություններից, կան ուղղակի վատ անպատասխանատու քաղաքացիներ, իրանց պետք է պատժենք։ Կամ դրանից ելնելով թանկացումներից հետո ոչ միայն իրանք են գոհ, այլ նաև եկամուտներն են շատացել քաղաքային համանքային բյուջե եւ այդ ավելյալ եկամուտներից քաղաքի կյանքը ավելի բարելավվել է, չկա տենց բան, չի բերվել։ Հետևաբար իրանք էլ են հասկանում, որ իրենց այսպես կոչված ռեֆորմը, ինչպես եւ մնացած բոլոր ռեֆորմները խայտառակ կերպով ձախողվել են եւ հիմա փողապետք մնում է քաղաքացին, որպիսի տուգանքի անսպառ մատերիալ։ Բերում եք, որ ինչ, էլի քաղաքացուն ճզմում եք, բա մի հատ տեսեք, հնարավորությունները ստեղծել եք, թե չէ։ Քանի անգամ ա եղել, որ ավտոբուսում վալիդատորը չի աշխատել։ Հիմա պետք է անկնենք ստուգենք եղել է, թե չի եղել։ Հետո էլ քննիչին, պատկերացնում եք առնվազն 2 քննիչ պետք է լինի, երկսեռ քննիչ, որտեղ ոչ մի կին թույլ չի տա, որ իրան տղամարդ հսկիչը ստուգի, կամ այդ կնոջը որտեղ եք տանելու ստուգ է, գրպանում ունի, թե չունի, ինչ խայտառակություն է։ Եվ եթե խոսքը գնում հայշտասման մասին, մի հարցել ուղղեմ, վերջը 51-ը կպատասխանի։ Ինչպես եղավ, որ հաշվարկադրամարկղային ծառայություններ ու մատուցելու լիցենզիա ունեցող ընդամենը մի ընկերությանը տրվել է մոնոպոլ իրավունք տոմս վաճառելու համար։ Շնորհակալություն։